Հայաստանի իշխանության եւ եկեղեցու միջև հակասություններ չկան, կան խնդիրներ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով իշխանությունը խնդիրներ ունի այն հոգևորականների հետ, որոնք խախտել են Աստծուն տված իրենց ուխտը, իրենց վարքագծով նսեմացնելով բոլոր արժեքները։ Ձևակերպումը մեզ համար ընդունելի չի, պետություն եկեղեցու հետ մենք խնդիր չունենք, մենք ունենք խնդիր, արդեն նշեցի Կտրիշ Ներսիսյանի եւ նրա շրջապատի հետ, որոնք ըստ էության իրենց վարքագծով նսեմացնում են ուրեմն ամեն հնարավոր արժեք։ Եվ մեր ասելիքը սրա մասին է, եւ վարչապետը ես կարծում եմ շատ մանրամասն խոսել է, բազմիցս արդեն խոսել է գործողությունների հաջորդականության մասին, ձևի մասին, ինչպես մենք պետքա ուրեմն հոգևոր իշխանությունը վերադարձնենք ժողովրդին եւ ամեն բան լինելու է ուրեմն եղբայրական մթնոլորտում եւ վարչապետը ըստ էության արդեն ասել է, որ առաջնորդելու է այս շարժումը ուրեմն նաեւ խորհրդակցություններ է կազմակերպում վարչապետն այս ընթացքում եւ այս դրամաբանության մեջ է լինելու։ Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է երկխոսություն լինի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ, Հովհաննիսյանն ասաց, որ այդպիսի երկխոսություն կարող է լինել միայն Գարեգին II-ի հրաժարականի վերաբերյալ։ Երկխոսություն չի կարող լինել նրա մասին, որ կուսակրոնության ուխտը խախտած որևէ հոգևորական պետք է շարունակի իր ծառայությունը եւ մենք որպես հավատավոր ժողովուրդ հաշտ լինենք դրա